Professor Porzeron, Porzeron professor, Nora sottori այսօր, Porzeron professor, Ողջույն իմ հետաքրքրասեր ու բացահայտող ընկերներ։ Ես պրոֆեսոր Փորձերոնս ողջունում եմ ձեզ գիտության այս զարմանալի աշխարհում։ Այսօր միասին պատրաստվում ենք սովորել ոչ միայն լսելով, այլև տեսնելով եւ փորձելով, ինչպես նաեւ զարմանալով։ Գիտությունն ամենուր է՝ օդում, ջրում, լույսի շողերում եւ նույնիսկ ձեր խելացի հարցերի մեջ։ Ձեր հետաքրքիր հարցերն ինձ հասնում են մեր հաղորդման Փորձերոնի հասցեով։ Այսօր կլինեն աստղային հարցեր, մոլորակային պատասխաններ ու սև խոռոչի պես խորը բացահայտումներ։ Ուշադրություն, գիտական հրթիռը պատրաստվում է թռիչքի։ 3, 2, 1։ Professor Porzeron 7 տարեկան Արսենը գրում է. Պրոֆեսոր Փորձերոն, ինչու են զեբրերը սև ու սպիտակ գծերով։ Ընկերներ, բնության մեջ զեբրերը միակ ձիազգիներն են, որոնց մաշկն ունի բնածին զոլավոր նախշեր։ Այդ յուրահատուկ սև ու սպիտակ գծերը ոչ միայն էսթետիկ նշանակություն ունեն, այլև կենսաբանական կարևոր դեր են կատարում ապահովելով զեբրերի անվտանգությունը։ Վերջին գիտական հետազոտությունները փաստում են, որ Աֆրիկայի արևադարձային գոտիներում բնակվող գլոսինա ցեղի ցեցե ճանճերը տարբեր վարակիչ հիվանդությունների տարածողները խուսափում են զեբրերի վրա նստելուց։ Այս երևույթը պայմանավորված է զեբրերի սուր կոնտրաստ ունեցող գունավորմամբ, սև ու սպիտակ գծերով, որոնք ազդում են ճանճերի տեսողության վրա եւ խոչընդոտում նրանց ճիշտ կողմնորոշմանը։ 2019 թվականին Կալիֆոռնիայի համալսարանի Դեվիսի մասնաճյուղում իրականացված հետազոտության արդյունքում կենսաբան Թիմ Քարոն եւ նրա թիմը բարձել են ուշագրավ մի փաստ։ Երբ սովորական ձիերի մարմինները պատել են արհեստական սև ու սպիտակ գծավոր նախշերով, նրանց շուրջ պտտվող ճանճերի քանակը զգալիորեն նվազել է։ Այս արդյունքը վկայում է, որ այդ գծերը կարող են իրականում ունենալ պաշտպանիչ գործառույթ, օգնելով կենդանիներին խուսափել միջատներից։ Գոյություն ունեն մի շարք այլ տեսություններ, որոնք փորձում են բացատրել զեբրերի գծավոր մաշկի գործառույթները։ Դրանցից մեկի համաձայն գծերը նպաստում են, որ զեբրերն իրար ճանաչեն։ Յուրաքանչյուր զեբր ունի իրեն յուրահատուկ նախշ, ինչպես մարդկանց մատնահետքերը։ Այս առանձնահատկությունն օգնում է մայր զեբրերին հեշտությամբ ճանաչել իրենց ձագերին։ Մեկ այլ հիպոթեզ ենթադրում է, որ գծերը կարող են օգնել մարմնի ջերմաստիճանի կարգավորմանը։ Սև գծերը ավելի արագ են տաքանում արևի տակ, իսկ սպիտակները դանդաղ։ Այս ջերմային հակադրությունը կարող է զովացնել կենդանու մարմինը։ Գիտնականները նաև համոզված են, որ գծավոր նախշերը կարող են գործել որպես քողարկման միջոց։ Զեբրերի հիմնական թշնամիները առյուծներն ու ընձառյուծները, գիշերային որսորդներ են, իսկ սև ու սպիտակ գծերի համադրությունը մթության մեջ տեսանելի չէ։ Շարժման պահին, հատկապես երբ մի քանի զեբր միաժամանակ են վազում, գծավոր պատկերները կարող են շփոթեցնել գիշատիչներին եւ դժվարեցնել որսը։ Այսպիսով, զեբրերի սև ու սպիտակ գծերը մի քանի կենսաբանական նշանակություն ունեն։ Պաշտպանում են միջատներից, նպաստում են անհատական ճանաչմանը, կարգավորում մարմնի ջերմաստիճանը եւ շփոթեցնում գիշատիչներին։ Բնությունը կարծես հատուկ ձևով է ստեղծել զեբրերին, հարմարվելու համար Աֆրիկայի տաք վտանգներով լի միջավայրին։ Գծավոր մաշկը նրանց համար ոչ միայն գեղեցկություն է, այլև գոյատևման միջոց։ Հարցերոն, ինչ ես կարծում, զեբրերը սպիտակ են սև գծերով, թե սև են սպիտակ գծերով։ Ինչ։ Հարցերոն, ուղղվիր։ Professor Porzeron Այժմ կարդում եմ Մարիամ Խաչատրյանի հարցը։ Պրոֆեսոր Փորձերոն, կարող եք ասել, ինչ բույսերով են սնվում կոալաները։ Կոալաները սնվում են էվկալիպտի տերևներով, որոնք նրանց հիմնական եւ գրեթե միակ կերակուրն են։ Ավստրալիայում աճող մոտ 600 տեսակի էվկալիպտներից կոալաները նախընտրում են ուտել միայն 30-50 տեսակի տերևներ։ Նրանք ընտրում են ամենաթարմ եւ ամենահյութեղ տերևները եւ հիմնականում սնվում են գիշերը։ Էվկալիպտի տերևներն ունեն որոշ առանձնահատկություններ։ Շատ դառն են, պարունակում են թունավոր յուղեր եւ ունեն ցածր սննդարար արժեք։ Սակայն կոալաների մարսողական համակարգը հարմարված է այս դժվարամարս եւ թունավոր տերևներին։ Նրանց արտասովոր երկար աղիքում կան հատուկ բակտերիաներ, որոնք օգնում են մարսել այս բարդ սնունդը։ Կոալան կարող է օրական ուտել մոտ 500 գրամ տերև, եւ այդ տերևներում պարունակվող բարձր խոնավության շնորհիվ նրանք գրեթե ջուր չեն խմում։ Ինչպես նշեցի, էվկալիպտի տերևները շատ քիչ էներգիա են տալիս։ Դրա պատճառով կոալաները ստիպված են խնայել իրենց ուժերը։ Նրանք քնում են օրական 18-ից 22 ժամ, որպեսզի խուսափեն ավելորդ շարժումներից եւ էներգիայի կորստից։ Բացի այդ, լյարդը մշտապես աշխատում է, մարմնից մաքրելով թունավոր նյութերը, ինչի համար եւս պահանջվում է հանգիստ վիճակ։ Շատերը հարցնում են. արդյոք էվկալիպտով սնվելը պաշտպանում է կոալային գիշատիչներից։
Էվկալիպտի տերևները պարունակում են թունավոր յուղեր, այո, որոնք կարող են որոշ չափով նվազեցնել կենդանու արտազատած հոտը, սակայն դրանք չեն հանդիսանում ուղիղ պաշտպանություն գիշատիչներից։ Բնության մեջ կոալաների թշնամիները քիչ են, իսկ իրական վտանգը գալիս է մարդու գործունեությունից, անտառահատումներից, բնակավայրերի ընդլայնումից, ճանապարհներից եւ կլիմայական փոփոխություններից։ Կոալաները ապրում են բարձր ծառերի վրա եւ հիմնականում անշարժ են, ինչի շնորհիվ գիշատիչները նրանց չեն նկատում։ Կոալաները չեն աղմկում, չեն մրցում, չեն վնասում։ Նրանք պարզապես ապրում են ծառերի վրա, հարմարվելով բնության ամենակոպիտ պայմաններին։ Ու հենց այդ հանգստության մեջ է իրենց ուժը։ Լրիվ իմ ընկեր Հարցերոնի պես։ Հարցերոն, իսկ դու ինչ ես սիրում ուտել։ Լավն էր Հարցերոն։ Լավ երեխաներ, անցնենք հաջորդ հարցին։ Պրոֆեսոր Փորձերով։ Բարև սիրելի պրոֆեսոր, ես Բարսեղյան Վահագնն եմ, 8 տարեկան։ Կարող եք ասել, ինչու է մարդը փռշտում եւ ինչու են աչքերը փակվում փռշտալիս։ Շատ հետաքրքիր հարց է, Վահագն։ Այսպիսով, փռշտոցը մեր մարմնի պաշտպանական ռեֆլեքսներից մեկն է, որը օգնում է մաքրել քթի անցուղիները։ Երբ քթի ներսում հայտնվում է գրգռիչ փոշի, բակտերիա, ծուղ կամ ալերգեն, նյարդային համակարգը ազանշան է ուղարկում ուղեղին, որ պետք է այդ գրգռիչ նյութը դուրս բերել։ Ուղեղը միաժամանակ հրահանգում է մի շարք գործողություններ՝ արագ ներշնչում, կարճ պահած շունչ եւ ապա հանկարծակի ուժեղ արտաշնչում, քթով եւ բերանով։ Այս օդային հոսքը դուրս է գալիս մոտ 150 կմ/ժ արագությամբ։ Հզոր արտաշնչման արդյունքում օդը մաքրում է քթի անցուղիները եւ դուրս մղում վտանգավոր մասնիկները, ապահովելով շնչառական ուղիների պաշտպանությունը։ Այս ամբողջ գործընթացը ղեկավարում է ուղեղում գտնվող հատուկ միավոր՝ փռշտոցի կենտրոնը, որը հավաքում է ազդակներ տարբեր նյարդերից եւ դրանք միավորում է մեկ ամբողջական ռեֆլեքսային գործողության մեջ։ Իսկ ինչու ենք մենք փռշտալիս աչքերը փակում։ Այդ պահին մեր ամբողջ մարմինը արձագանքում է եւ աչքերը անկախ մեզնից փակվում են։ Ահա հիմնական պատճառները։ Նյարդային կապեր։ Փռշտոցը ակտիվացնում է երրորդյա նյարդը, որը կապված է ոչ միայն քթի, այլև աչքերի հետ։ Երբ այս նյարդը գրգռվում է, այն ակամայից ազդակ է ուղարկում նաև կոպերին, դրանք փակելու համար։ Երկրորդ, պաշտպանական բնաստ։ Փռշտալիս օդը դուրս է գալիս մեծ ճնշմամբ եւ կարող է օդում բարձրացնել միկրոկաթիլներ կամ փոշու մասնիկներ։ Աչքերի փակվելը պաշտպանում է բիբն ու եղջերաթաղանթը, աչքի ամենազգայուն շերտերը։ Ավտոմատ ռեֆլեքս։ Փռշտալու պահին փորձել աչքերը բաց պահել գրեթե անհնար է։ Սա օրգանիզմի ավտոմատ մեխանիզմն է, որը իրագործվում է առանց գիտակցված վերահսկման։ Շատերը հավատում են տարածված մի կարծիքի. եթե փռշտալիս աչքերը բաց մնան, կարող են դուրս թռչել։ Սակայն սա անհիմն միֆ է։ Աչքերը ամուր են տեղակայված իրենց բնում, եւ փռշտոցը վտանգ չի ներկայացնում դրանց համար։ Ես տեսնում եմ ձեզ մոտ հարց առաջացավ, հա։ Իսկ կենդանիներն էլ են փռշտալիս աչքերը փակում։ Ձեր հարցը շատ տեղին էր։ Բազմաթիվ կենդանիներ եւս փռշտում են, հատկապես կաթնասունները։ Նրանք նույնպես ունեն քթանցքները գրգռող մասնիկներից մաքրելու ռեֆլեքս։ Օրինակ շները կարող են փռշտալ, երբ հոտոտելիս օտար մասնիկներ են մտնում քթանցքների մեջ։ Կատուները ալերգիայի կամ մրսածության դեպքում, ձիերը նույնպես փռշտում են քթանցքները մաքրելու համար։ Կապիկները բարձր են փռշտում ինչպես մարդիկ, բայց ինչ է լինում նրանց աչքերի հետ այդ պահին։ Որոշ կենդանիներ փռշտալիս աչքերը փակում են, այո, որոշները ոչ կամ ոչ միշտ։ Մարդկանց դեպքում այս ռեֆլեքսը գրեթե համընդհանուր է, իսկ կենդանիների մոտ տեսակից կախված։ Շները հաճախ կկոցում են կամ փակում են աչքերը։ Կատուներն էլ ունեն այդ ռեֆլեքսը, սակայն երբեմն այն դրսևորվում է կոպիտ թեթև շարժումով։ Ձիերն էլ կարող են փռշտալիս կկոցել կամ փակել աչքերը։ Կապիկները, ինչպես մարդիկ, հաճախ աչքերը ամբողջությամբ են փակում, իսկ մկներն ու առնետները հաճախ չեն փակում աչքերը, նրանց նյարդային համակարգը տարբերվում է։ Թռչուններն ավելի հազվադեպ են փռշտում, իսկ կոպերի շարժում գրեթե չի դիտվում։ Սողունների մոտ այս ռեֆլեքսը բնավ բացակայում է։ Սա պայմանավորված է գլխուղեղի կառուցվածքով, նյարդային կապերով եւ աչքերի դիրքով։ Փռշտոցը իհարկե միանգամայն բնական եւ ոչ վտանգավոր երևույթ է, բայց սովորության համաձայն փռշտալիս մարդիկ շարունակում են միմյանց ասել առողջություն։ Պրոֆեսոր Փորձերով։ Երեխաներ, 11 տարեկան Ալինա Մանուկյանը գրում է. Պրոֆեսոր Փորձերով, ինչպես է առաջանում սրտի ձայնը։ Ընկերներ, սրտի կամ դամ-դամ ձայնը առաջանում է այն պահին, երբ սրտի փականները բացվում ու փակվում են։ Սիրտը աշխատում է պոմպի նման։ Սրտի ձայնը բժշկական գրականության մեջ կոչվում է սրտի S1 եւ S2 տոներ։ Առաջանում է սրտի փականների հերթական փակվելու պահերին։
Սիրտը բաղկացած է երկու նախասրտերից, որոնք ընդունում են արյունը, եւ երկու փորոքներից, որոնք արյունը մղում են։ Խոռոչների մեջ ու սրտից դուրս գնացող զարկերակների սկզբում տեղադրված են փականներ, որոնք բացվում ու փակվում են արյան հոսքը ճիշտ ուղղությամբ պահելու համար։ Սիրտը մշտապես արձագանքում է մեր մարմնի կարիքներին։ Երբ մենք վազում ենք, վախենում ենք կամ հուզվում ենք, մեր մարմնին պետք է ավելի շատ թթվածին եւ էներգիա, որպեսզի նա լավ գործի։ Իսկ թթվածինը գալիս է արյան միջոցով։ Սիրտը շատ արագ արյունը պետք է հասցնի ամեն տեղ։ Այդ ժամանակ գործի է անցնում մեր ներսի ազդանշանային համակարգը, նյարդային եւ հորմոնալ համակարգերը։ Ինչ է տեղի ունենում, երբ վազում կամ վախենում ենք։ Ուղեղը արագ հասկանում է, որ մեր մարմինը լարում ունի։ Ստրեսի կամ ակտիվության դեպքում արտազատում է հորմոն ադրենալին։ Ադրենալինը ազդում է սրտի վրա ասելով. «Արագացրու, մեզ ավելի շատ թթվածին է պետք»։ Սիրտը սկսում է արագ գծկվել 1 րոպեում խփելով մինչև ոչ թե 70, այլ օրինակ 120 անգամ, կամ նույնիսկ 150։ Դա լիովին նորմալ է։ Երբ մենք հանգստանում ենք, ադրենալինը նվազում է եւ սրտի աշխատանքը կրկին դանդաղում է։ Սիրտը միակ մկանն է, որը սկսում է աշխատել նախքան մեր լույս աշխարհ գալը, ու երբեք դադար չի ուզում։ Պրոֆեսոր Փորձերոն։ Հարցերոն, ես հենց նոր հասկացա, որ երբեք չեմ լսել քո սրտի ձայնը։ Արի այստեղ։ Պրոֆեսոր Փորձերոն։ Հաջորդ հարցը մեզ ուղարկել է Անուշիկը։ Նա հարցնում է. Սիրելի պրոֆեսոր Փորձերոն, խնդրում եմ ինձ օգնես այսպիսի մի իրավիճակում։ Ինչ անեմ, եթե մտածում եմ, որ տարբերվում եմ ուրիշներից, դա եւ օգնում է եւ խանգարում։ Այս հրաշալի հարցին իր պատասխանը կտա մեր հոգեբանը։ Տեսնենք, թե նա այս անգամ ինչ իրավիճակ է պատրաստել մեզ համար։ Պրոֆեսոր Փորձերոն։ Ողջույն սիրելի երեխաներ, այսօր անդրադառնալու ենք մի շատ կարևոր հարցի։ Շնորհակալ եմ այս հարցի համար, սա շատ կարևոր ու խորը հարց է։ Ես հասկանում եմ, որ դուք հաճախ մտածում եք, որ դուք նման չեք ուրիշներին, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, ինչու է դա ձեզ անհանգստացնում, որովհետև մենք կարող ենք երբեմն ուրախ լինել, որ մենք տարբեր ենք մյուսներից։ Դա կարող է լինել մի քիչ տխուր երբեմն, մի քիչ վախեցնող, բայց իրականում հենց այդպիսի հարցերն են, որոնք օգնում են մեզ ավելի լավ ճանաչել ինքներս մեզ։ Հիմա ուզում եմ մի կարևոր գաղտնիք բացահայտել ձեզ։ Գիտեք, ծառի վրա չեք կարող գտնել երկու տերև, որոնք ամբողջությամբ իրար նման են։ Այդպես էլ մենք, մարդիկ, անշուշտ տարբերվում ենք մեկս մյուսից։ Այսօր դուք կծանոթանաք Լուսիայի հետ, մի աղջիկ, ով նույնպես մտածում էր, որ ինքը ուրիշներից տարբերվում է, եւ նույնպես անհանգստանում էր դրա համար։ Ծանոթացեք, սա Լուսիան է։ Նա 10 տարեկան է։ Նա նոր է տեղափոխվել Երևան։ Լուսիան շատ է սիրում մենակ ժամանակ անցկացնել, երազել, նկարել բնություն ու կարդալ։ Նա ցանկանում է դառնալ հագուստի մոդելավորող եւ սիրում է գրել այն հագուստը, որը ինքն է մոդելավորում։ Նոր դասարանում երեխաները հիմնականում խաղում են միասին, շատ բարձրաձայն են խոսում ու սիրում են թիմային խաղեր։ Լուսիան սկզբում փորձում է միանալ, բայց զգում է, որ իր հետ այդքան էլ չեն խոսում ու իրեն նայում են տարօրինակ։ Այդ օրվանից Լուսիան սկսում է մտածել. Ինձ չեն հասկանում։ Ես մի տեսակ ուրիշ եմ, միգուցե ես էլ չեմ հավանի նրանց։ Եվ նա սկսում է ավելի շատ միայնակ նստել, քիչ խոսել ու մտածել, որ սխալ բան կա իր մեջ։ Նա որոշում է փոխվել, սկսում է այլևս չկրել իր մոդելավորած հագուստը, սակայն այդպես էլ նա չի կարողանում ինքն իր հետ հաշտվել, չէ՞ որ նա ուզում է լինել այնպիսին, ինչպիսին կա։ Հարց է առաջանում. Ինչ անել, եթե մտածում ես, որ տարբերվում ես մյուսներից։ Այսպիսով, սիրելի երեխաներ, մենք ծանոթացանք մեր հերոսի հետ, ով տարբերվում էր մյուսներից։ Նա փորձեց չտարբերվել, սակայն այդ տարբերակով էլ իր խնդիրները չլուծվեցին, որովհետև ինքը իրեն իր նման չէր զգում։ Դրա համար շատ կարևոր է, որ մեր տարբերության մեջ մենք ընդգծենք մեր առանձնահատկությունը։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ նմանությունն ու տարբերությունը, ասես քույր ու եղբայր լինեն, նրանք միշտ միմյանց կողքին են։ Մենք որքանով նման ենք մեկս մյուսին, մեր աչքերի գույնով, մեր որոշ նախասիրություններով, մեր արտաքին որոշ առանձնահատկություններով, մեր մտածողությամբ, նույնքան էլ մենք կարող ենք տարբեր լինել։ Իսկ միգուցե մտածենք այդ մասին, որ հաճախ մեզ միմյանց հանդեպ հետաքրքիր է դարձնում հենց այդ տարբերությունը։ Գիտեք ինչն է մտահոգող, որ տարբերությունը ձեզ կարող է ցավ պատճառել, անհանգստացնել, վախեցնել։ Արդյոք պետք է ձեզ նմանվել բոլորին, եւ ինչու է ձեզ պետք նմանվել բոլորին։ Խնդրում եմ անպայման մտածել այդ մասին։ Սիրելի երեխաներ, հիմա ուզում եմ ձեզ առաջարկել մի քանի հնար, որոնք ձեզ կօգնեն ավելի վստահ լինել, թե ձեր նմանության եւ թե տարբեր լինելու հանգամանքներում։ Հիմա եկեք մի փոքր մտածենք առաջի հնարի մասին։
Վերցնում ես 2 սյունով թուղթ։ Մի կողմում գրում ես ինչով ես դու տարբերվում մյուսներից եւ որն է դրա առավելությունը։ Մյուս կողմում ինչով ես դու նման ուրիշներին եւ որն է դրա առավելությունը։ Տարբեր ես, որովհետեւ սիրում ես նկարել, նման ես, որովհետեւ սիրում ես ընկերներ ունենալ։ Միշտ հիշեք, նույնիսկ երբ որ դուք տարբեր եք ձեր այս կամ այն թույլ կողմով, ապա կարող եք նախադասությունները շարունակել հետևյալ կերպ. Ես լավ չեմ սովորում մաթեմատիկա, բայց ես կարողանում եմ լավ նկարել։ Ինձ մոտ չի ստացվում երգել, բայց ես կարողանում եմ շատ լավ նկարել։ Միշտ հիշեք, որ ամեն թույլ կողմի կողքին մենք ունենք նաև ուժեղ կողմեր, եւ դրանով մենք տարբերվում ենք միմյանցից։ Եվ ձեր տարբերությունը դա ձեր յուրահատկությունն է, եւ ձեր տարբերությունը կարող է լինել ձեր ուժեղ կողմը։ Գրիր քեզ դուր եկող 5 բան, որոնք քո մեջ սիրում ես։ Օրինակ, ես բարի եմ, ես հետաքրքիր եմ, ես կարողանում եմ ուշադիր լսել ուրիշներին։ Այս վարժությունները հիշեցնում են, թե որքան գեղեցիկ ու լիարժեք ես դու, հենց այնպես, առանց ուրիշներին նման լինելու։ Եվ այդ տարբերությունը ավելի է քեզ գեղեցկացնում։ Մի օր Լուսիան բակում որոշում է իր կոճիկների կապիչները փոխել տարբեր գույներով։ Այդպես նրան դուր է գալիս։ Նա հասկանում է, որ գուցե իր ընկերները իրեն չհասկանան, բայց նա դա անում էր իր համար, ոչ թե ընկերների։ Նրան մոտեցավ մի աղջիկ, Անին, ում շատ էր դուր եկել Լուսիայի տարբեր գույների կապիչների գաղափարը, եւ նա հարցնում է, թե ինչպես է նա արել դա։ Լուսիան սկսեց պատմել, թե ինչն է իրեն ոգեշնչել։ Անին լսեց ու ասաց, որ ինքն էլ է ցանկանում նման կապիչներ ունենալ։ Նրանք երկուսով սկսեցին գրել այդ տարբեր գույնի կապիչներով կոշիկները։ Նրանք ընկերացան, իսկ հետո այդ գաղափարը դուր եկավ նաև մնացած ընկերներին։ Բոլորը ոգևորված էին եւ ուզում էին այդպիսի կոշիկներ ունենալ։ Այդ օրվանից Լուսիան հասկացավ, երբ դու մնում ես քո տարբերվածության մեջ, դու չես կորցնում ուրիշներին։ Դու գտնում ես նրանց, ովքեր սիրում են քեզ հենց այնպիսին, ինչպիսին կաս։ Սա Լուսիան է, ապագա հագուստի մոդելավորող, եւ նա հիմա գիտի ինչ անել, երբ թվում է թե տարբերվում ես մյուսներից։ Այսպիսով, սիրելի երեխաներ, հիշեք, տարբերվելը ուժ է, ոչ թե թուլություն։ Գրիր ինչն է քո մեջ յուրահատուկ եւ ինչով ես նման ուրիշներին։ Փնտրիր այն մարդկանց, ովքեր գնահատում են քեզ իսկական կողմերով, նմանությամբ թե տարբերությամբ, այնպես ինչպիսին որ դու կաս տարբեր իրավիճակներում։ Սովորիր հպարտանալ քո ներսի լռությամբ, քո երազանքներով, քո կարևոր գաղափարներով, որոնք ինքնատիպ են, որոնք հենց քոնն են։ Եվ հիշիր, դու աշխարհում միակն ես քո տեսակով։ Ոչ թե պետք է նմանվես մյուսներին, այլ թույլ տաս քեզ լինել քո լավագույն տարբերակը, այնպիսին, ինչպիսին ուզում ես քեզ տեսնել հետո, այնպիսին, ինչպիսին կաս հիմա, եւ գնահատել այն կերպարը, որում եղել ես որևէ ժամանակ, որևէ իրավիճակում։ Շնորհակալ եմ երեխաներ այսպիսի հետաքրքիր հարցերի համար։ Իսկ ես անհամբեր սպասում եմ ձեր հաջորդ հարցին, որը դուք կուղարկեք պրոֆեսոր Փորձերոնին։ Պրոֆեսոր Փորձերոն։ Ընկերներ, պատրաստ եք տեսնել ֆիզիկայի կախարդանքը ձեր աչքի առջև տեղի ունեցող փորձերով։ Դե ուրեմն գնացինք։ Պրոֆեսոր Փորձերոն։ Լավա։ Լավա սպրոցս կեղտոտեցիք։ Հա։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ։ Ողջույն սիրելի երեխաներ։ Ես Նադյան եմ, իմ փոքրիկ օգնականներն են։ Ես Ադամն եմ։ Իսկ դու։ Արնոն։ Մենք այսօր պատրաստել ենք մի գիտափորձ, որի համար անհրաժեշտ բոլոր պարագաները կգտնվեն յուրաքանչյուրիդ տանը։ Ադան, կասես մեզ ինչ է անհրաժեշտ։ Կարմիր գույնի ներ։ Վերցրել ենք ամենասովորական կարմիր սննդային ներք, խառնելու համար փայտիկներ, սոդա, ջուր ու քացախ։ Ու այստեղ ինչ ունենք։ Ամանի հեղուկ։ Դու մասնակցելու ես գիտափորձին։ Եվ այսպիսով երեխաներ եկեք սկսենք մեր գիտափորձը։ Ինչ ենք անում։ Վերցնում ենք տարամ, ավելացնում ենք կարմիր սննդային ներք։ Կավելացնես Ադան։ Ադան, մի փոքր ջուր ավելացրու սննդային ներքի վրա։ Իսկ Արնոն խառնի։ Բավական է։ Խառնի Արնո։ Հիմա ավելացնում ենք մի փոքր սոդա։ Կօգնես Արնո։ Հա։ Մի գթալ սոդա ավելացրու
Իսկ Ադանը կխառնի։ Ապրիմ օգնականը։ Մի փոքր էլ Առնո։ Ինչ ենք անում սոդան Առնո։ Ավելացնում ենք, չէ՞։ Ահա։ Սա դնում ենք մի կողմ։ Իսկ հիմա ինչ ենք անում Ադան։ Վերցնում ենք փորձանոթը եւ ավելացնում ենք ամանի հեղուկ։ Առնո դու մեր ամենահզոր օգնականն ես։ Լցրու ամանի հեղուկը։ Ահա։ Իդեպ սիրելի ծնողներ, ճիշտ է մենք այստեղ ունենք փորձանոթներ, տարաներ, բայց այս փորձը դուք կարող եք կատարել տանը եղած ամենասովորական բաժակներով, գդալներով ու այն ամբողջ պարագաներով, որոնք կան ձեռքի տակ։ Իսկ հիմա ավելացնում ենք քացախ ամանի հեղուկի վրա։ Արդեն կարելի ասել ժամանակն է, որ հասնենք մեր փորձի ամենակարևոր հատվածին։ Երկու խառնուրդները պետք է միացնենք իրար։ Ադան լցրու տեսնենք ինչ է ստացվում։ Ստացվեց մեր հրաբուխը։ Էս ինչ լավ արեցիր։ Դե ինչ սիրելի ծնողներ, դուք նույնպես կարող եք կատարել այս գիտափորձը ձեր երեխաների հետ միասին եւ ուղարկել պրոֆեսոր Փորձերոնի էլեկտրոնային հասցեին։ Ասենք հաջողություն։ Այո։ Հաջողություն։ Professor Porceron. Երեխաներ, մի բան եք արդալ գրքերում, մեկ այլ բան դա տեսնել լաբորատորիայում։ Գիտությունը սկսում է այնտեղ, որտեղ սկսում ենք փորձել։ Այև ավարտվեց մեր այսօրվա գիտական արկածը։ Մենք միասին լսեցինք հարցեր, փնտրեցինք պատասխաններ, անցկացրինք զարմանալի փորձեր եւ իմացանք, որ ամենամեծ գաղտնիքներն անգամ կարող են բացահայտվել մի փոքրիկ հարցով։ Բայց հիշեք, գիտությունը չի ավարտվում էկրանի այս կողմում, այն սկսվում է հենց այնտեղ, որտեղ ձեր հետաքրքրությունն է, ձեր աչքերում, ձեր մտքերում ու ձեր ինչուներում։ Իսկ ես, պրոֆեսոր Փորձերոնս, կսպասեմ ձեզ հաջորդ անգամ, նոր հարցերով, նոր փորձերով ու նոր ժպիտներով։ Մի մոռացեք ուղարկել ինձ ձեր հարցերը այս էլեկտրոնային հասցեին։ Մինչ այդ, եղեք խիզախ, բացահայտող եւ իհարկե հետաքրքրասեր։ Դե ինչ իմ փոքրիկ գիտնականներ։ Հաջողություն։ Professor Porceron. Porceron professor. Nora sottori այսօր։ Porceron professor. Professor. Porceron. Professor Porceron.